Նախորդ տեսանյութում հարց ու պատասխան դուք խոսեցիք, ասացիք, որ Հայաստանում ներկապահին տեղի ունենում ռեսուրսների գույքագրում։ Ժողովուրդը դա չհասկացավ, ինչպես հասկացնել ժողովրդին, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում ներկայիս Հայաստանում։ Ինչպես է տեղ ունենում գույքագրումը, ուրեմն մի քիչ սկզբից գանք, որպեսզի ավելի պարզ լինի հասկանալի։ 2023 թվականին Ալիևը Հաագայի դատարան հայտ ներկայացրեց Հայաստանի հանքերի հետ կապված, որ իբր թե Հայաստանի հանքերը աղտոտել են իրենց էկոհամակարգը։ Դա բնականաբար կմահաճույք չի, ոչ էլ անմիտ քայլ, ինչպես հիմա Հայաստանում խելացիներն են բնութագրում։ Դա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է Հայաստանի ընդերքի զավթման մասին, այսինքն դա մի հատ, այսպես ասած, ռազմավարական քայլ է, որ ծուղակ են պատրաստել Հայաստանի համար, եւ այդ ծուղակը աշխատում է այսպես. եվրոպական վարկերը, որ գալիս է Հայաստան, եվրոպական բանկերից, նախորդ հաղորդումներում, տեսանյութերում ես խոսել եմ այդ մասին, թե որ կորպորացիաներն են, այսինքն այդ կորպորացիաների փողերն է գալիս Հայաստան եվրոպական բանկերի միջոցով։ Հետևաբար այդ վարկերը, որ Հայաստանին տրամադրվում է, եւ հայերը դրանից երջանիկ են, որովհետեւ ասում են Եվրոպան մեզ շատ է սիրում, այտենց հարյուրավոր միլիոնավոր դոլարներ է տալիս կամ եվրոներ։ Դա ինչի համար է արվել։ Մի ձեռքով իրանք Ալիևի միջոցով Հայաստանին դատի են տալիս, իսկ մյուս ձեռքով, որպեսզի հանկարծ Ալիևը չշահի այդ դատը եւ Հայաստանի այդ ընդերքը, քանի որ եթե այդ 10 միլիարդ դոլարը եթե ճանաչեն Հայաստանին մեղավոր, Հայաստանը պետք է վճարի, եթե գումար չունես վճարելու, վճարում ես քո ընդերքի հարստությամբ։ Եվրոպան այդ վարկերի դիմաց, որպես երաշխիք, գրավ վերցնում է Հայաստանի հանքերը։ Այդ մասին իրանք ձեզ չեն ասում, Եվրոպան այդ փողերը, այդ վարկերը չի տալիս վարչապետիկի սրտիկների համար, որ ցույց է տալիս, հետևաբար այդ միջոցով իրանք վերցնում են Հայաստանի հանքերը եւ նաեւ ջրային ռեսուրսները, որպեսզի եթե հանկարծ Ալիևը դա շահի այդ դատը, Հայաստանի ընդերքը հանկարծ չհասնի Ալիևին։ Դա մտածված քայլ է, նույն ձեռագիրն է, ինչ արել են Արցախում, մի ձեռքով օգնություն էին ուղարկում հումանիտար, իսկ մյուս ձեռքով ներդրումներ էին անում։ Նույն այդ Արցախի տարածքում, որը որ Ալիևը գրավեց։ Մեխանիզմը դա է ներդրումների եւ շուտով, երբ որ ես ասում եմ ռեսուրսների գույքագրումը, շուտով դուք ձեր աչքով կտեսնեք, թե ոնց է այդ գույքագրումը տեղի ունենում։ Մինչև մայիս ամիս Տաթևի Շինուհայրի ջրբաժան գոտում տեղադրելու են հեռակառավարվող անջատիչներ, բնականաբար դա հայերի մոտ չի լինելու, Քաջարան եւ Կապան ջրային գոտիներում շուտով այդ հատվածը ցանկապատելու են, որովհետեւ այդտեղ խողովակներ պետքա անցկացնեն եւ ձեզ կասեն, որ դա անվտանգության համար է արվում թրիփի այդ ծրագրի շրջանակներում, նաեւ Վահանավանքի տարածքում Կապանի այնտեղ պղնձամոլիբդենային երակ կա, այնտեղ էլ են շուտով աշխատանքներ անելու եւ այդտեղի բնակիչները կտեսնեն իրենց աչքով։
Մի խոսքով ամբողջ պատմությունը սա է, ես կարճ եմ ասում, չեմ ուզում շատ մանրանամ, որովհետև անցած տեսանյութերում ես ըս մասին խոսացել եմ, չեմ ուզում կրկնվեմ։ Հետևաբար, որպեսզի մի քիչ ավելի պարզ լինի, սոտքի հանքը անցավ Ադրբեջանի կողմ 75%, ինչ որ Google քարտեզի միջոցով չափագրումով Ադրբեջանը հենց այնպես չի բերել զորքը ջերմուկի այդ հատվածում, որ մինչև այսօր չի քաշում, դա Ամուր հենց կողքն է, վերցրել է հսկողության տակ։ Մի խոսքով Հայաստանի ամեն ինչը գրավադրված է, եւ սա էլ գույքագրումն է, որ Հայաստանը արդեն զրկվում է իր ընդերքային սեփականությունից, որը որ հանդիսանում է ժողովրդի սեփականությունը, Հայաստանը զրկվում է իր ընդերքային այսինքն ժողովրդին դարձնում են, արդեն process-ի մեջ է, ժողովրդին դարձնում են չքավոր, այս նույն ժողովրդին դարձնում են չքավոր, եւ ժողովուրդը մինչև այսօր չի հասկանում, որ նախկին եւ ներկա կոչեցյալները դրանք ընդամենը աջ ու ձախ ձեռքեր են, մեկը սպասարկում է մյուսի շահը, մյուսը սպասարկում է այն մյուսի շահը, եւ ժողովուրդը նպաստում է այս ամբողջ process-ին։ Սահմանադրության այդ կետի փոփոխման հետ նաեւ այնտեղ շատ հնարավոր է 10-րդ կետը, եթե չեմ սխալվում, 10-րդ կետը պետքա լինի, որ երկրի ընդերքը պատկանում է ժողովրդի սեփականությանը, բայց քանի որ այսօր Հայաստանի ժողովուրդը մի մարդ է, փաստացի տենց է դուրս գալիս, ոնց ուզում վարվում է Հայաստանի ընդերքի հետ, բայց ժողովրդին դարձնելով չքավոր, այսինքն ժողովուրդ իր սեփական երկրում, իր սեփական երկրի հողի վրա դառնում է պարզապես քայլող, ոչինչ չունի եւ ոչ մի բան իրանը չի։ Ես կուզենայի մի հարց տալ տեսանյութը դիտողներին, ու ես ուզում եմ ինձ պատասխանեք։ Արշակ երկրորդին դավաճանեցին պարսիկներին, Արտաշես չորրորդին դավաճանեցին պարսիկներին, Վարդան Մամիկոնյանին դավաճանեցին պարսիկներին, Գագիկ երկրորդին դավաճանեցին բյուզանդացիներին, Մխիթար Սպարապետին դավաճանեցին պարսիկներին, գլուխը նվեր տարան, Պապ Թագավորին դավաճանեցին հռոմեացիներին։ Հիմա ես ուզում եմ իմ հարցին պատասխանեք, եթե կարող եք, ցույց տվեք մի պարսիկի, որ դավաճանել է Պարսկաստանի իշա Հայաստանի եւ դա եղել է Պարսկաստանի կործանում, ցույց տվեք մի բյուզանդացու, որ դավաճանել է Բյուզանդիան իշա Հայաստանի եւ դա եղել է Բյուզանդիայի կործանում, ցույց տվեք մի հռոմեացու, որ դավաճանել է Հռոմին իշա Հայաստանի եւ դա եղել է Հռոմի կործանումը, ցույց տվեք մի մոնղոլի, որ դավաճանել է Մոնղոլիային իշա Հայաստանի եւ դա եղել է Մոնղոլիայի կործանումը, կամ մի արաբի ցույց տվեք, կամ մի թուրքի ցույց տվեք, որ դավաճանել է Թուրքին իշա Հայաստանի եւ դա եղել է Թուրքի կործանումը։ Ես ուզում եմ, որ իմ այս հարցին պատասխանեք, որովհետեւ ես պատասխան չեմ գտնում։ Այսքանը։